Նիկոլ Փաշինյանը, որ կառավարության եկավ, ճանապարհ փակելով եկավ, այսօր իշխանության։ Պրոշանցի քիչ ձայն չի տվել ժամանակին իրեն, բայց ոնց ինքը ճանապարհ փակելով եկավ իշխանության, նույն ձևի կարող է ճանապարհ փակելով իրեն ռանդ անել, հերիք է ժողովրդին կպնել։ Մենք հիմա ձեր հետ այս 300 մետրը անցնում ենք եւ սակայն ոստիկանների ուղեկցությամբ ինչպես են երեխաները այստեղով միանշանակ տարեցներ անցնելու շների փողոցային կամ եղանակային պայմաններում վատ։ Ինչպես նկատում եք, այստեղ մայթեզր սարկած ոչինչ չկա։ Այստեղ ամեն օր լինելու են դեպ պատահարներ։ Այստեղ ոչ մի խելացի ծնող իր երեխայի թույլ չի տա, որ իր երեխան գիշերով էլի ճանապարհով հասնի դեպի 25 համարը պաշտպանության նախարարության մոտ փոխվի։ Մուլտիտրասնել Յանին Պրոշյանի ժողովրդին լավություն արել, ասելա Պրոշյան համայնքի մեջը 100 դրամով ժողովրդին կտանեմ իրաց ուզած տեղը։ Այսինքն նա մենակ որ քաղաք ճիշտի 100 դրամով է Պրոշյանի մեջ քշի իր բիզնեսը կծաղկեցնի։ Եվ խոսեցիք ճանապարհ փակելուց փողոցային պայքարից, այ բնակիչների հետ զրույցում բնակիչներից մեկը քիչ առաջ հայտարարեց, որ իրեն զանգել են եւ ընկերաբար հայտնել են, որ չմասնակցի ակցիային, որովհետեւ ոստիկանությունը ուժի գործադրմամբ է փորձելու հարցը լուծել։ Պատրաստ եք նման ընթացքի։ Հարգելիս, նույն ոստիկանները նույն մեր եղբայրներն են։ Ոստիկանությունը պահում է ժողովրդի անվտանգությունը։ Ոստիկանությունը այսօր կարող էր հանգիստ իրան տեղը նստել, բայց քանի որ մենք օրինական մեր պահանջը ներկայացրել ենք մեր խաղաղ երթի, նրանք պարտավոր են ժողովրդին աջակցելու, ժողովրդի կողքի լինելու։ Եթե չլինեն սադրիչներ, ամեն ինչ նորմալ է։ Մենք ոստիկանությունից չենք վախենում։ Մենք համազգեստը հարգում ենք։ Ես ինքս համազգեստ հակած տղա եմ։ 30 տարվա ծառայության ստաժ ունեմ։ Եվ չեմ կարող ես այս մեր ոստիկաների համազգեստը չհարգել։ Պարտավոր ենք հարգելու մենք համազգեստը։ Ուղղակի բոլորս խելամիտ պետք է գտնվենք, ամեն ինչը լինի կարգ ու կանոնի չափի սահմանի մեջ։